մենք իրական խնդիր ենք ունենալու կյանքի պաշտպանության մասով։ Առաջ են բերելու ծանր հետևանքներ մահվան դեպքերով։ Չբացահայտված հանգամանքներում մինչև անգամ մահվան դեպքեր կգրանցվեն Բաքվի բանտերում, եթե Ադրբեջանում փակվեն Կարմիր խաչի ու ՄԱԿ-ի գրասենյակները։ Ահազանգում է Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։ Եթե այս պահին մենք ունենք օրինակ մեկուսացվածություն մինչև 80 աստիճանով, ապա այդ պարագայում մենք ունենալու ենք 100%-անոց մեկուսացվածություն արտաքին աշխարհից։ Չորեքշաբթի էր Ադրբեջանի Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը հաստատել տեղեկությունը։ Ադրբեջանը մտադիր է փակել այդ երկրում Կարմիր խաչի ներկայացուցչությունը։ Լաշանը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունների հետ դեռ պահպանվում են շփումները։ Այս գործընթացները կանոնակարգված են, Միջազգային կառույցները կարող են գործունեություն ծավալել որևէ երկրում միայն այդ երկրի թույլտվությամբ։ Կառույցը կարող է դադարեցնել գործունեությունը, եթե պետությունը դա պահանջելու համար ունի հիմնավոր պատճառներ, բայց ըստ իրավապաշտպանի անհեթեթ մեղադրանքներ հորինելը Ադրբեջանի համար վաղուց որդեգրած քաղաքականություն է։ Կարմիր խաչի գործունեության դադարեցման շրջանակներում այնպիսի անհեթեթ մտքեր են հնչեցվում, ինչպիսիք օրինակ արգելված իրերի տեղափոխումը, այսինքն շատ լուրջ մեղադրանքներ են ներկայացնում այս հեղինակավոր կառույցին առանց ունենալու որևէ փաստական տվյալ։ Կարմիր խաչի գործունեության դադարեցման պարագայում Բաքվում պատանդարված հայ ռազմագերիները կհայտնվեն լիարժեք մեկուսացման մեջ, համոզված է Սահակյանը։ Առանց այդ էլ Բաքու չեն կարողանում այցելել խոշտանգումների կանխարգելման մեխանիզմները։ Միակ մեխանիզմը, որ կարողացել է իրավիճակը գնահատել, եղել է Կարմիր խաչը, որը չունի տեսածը հրապարակայնացնելու իրավունք։ Այս վտանգները կանխելու նպատակով պետք է միջազգային հանրությունը վերադասավորվի, վերադիրքավորվի Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում։ Շատ կարևոր է, որ խոշտանգումների կանխարգելման հարցերով զբաղվող կառույցները ակտիվ ներգրավվածության հայտ ներկայացնեն, հաշվի առնելով Կարմիր խաչի շուրջ ստեղծված իրավիճակը։ Առաջիկայում հնարավոր է դադարեն նաև զանգերը Բաքվից, որ իրականացվում էին բացառապես Կարմիր խաչի միջնորդությամբ, կարծում է Սահակյանը։ Զանգերի ապահովումը մնալու է Ադրբեջանի իշխանությունների տիրույթում եւ մենք չգիտենք դրանք թույլատրվելու են, արգելվելու են կամ ինչ վարք ցուցաբերի Ադրբեջանը։ Զանգի հնարավորություն կարող է տրվել, բայց օրինակ վերահսկվի կամ դրանից առաջ անձինք խոշտանգվեն, հրաժարվեն խոսելուց կամ խոսեն այն բովանդակությամբ, որը թելադրում են Ադրբեջանի իշխանությունները։ Միջազգային ատյաններում հայ գերիների շահերի ներկայացուցիչը վստահեցնում է, այժմ առաջնահերթ է հյուպատոսական ծառայությունների ապահովումը հայ պատանդների համար եւ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների հնարավոր մուտքը Ադրբեջան։ Կարողանանք ճեղքել այս մեկուսացումը։ Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։